2020 թվականի փետրվարի 19-ին, երբ Գերմանիայի կլինիկայի դռները փակվեցին, Գալուստ Սահակյանի սենյակի հետևում բժիշկներից մեկը գտավ արտահերթ բան. հիվանդի անձնական իրերի թղթապանակում 4 փաստաթուղթ, որոնք պարունակում էին հայերեն տեքստեր, անհասկանալի լատինատառ անուններ եւ ամսաթվեր, որոնք ետ էին տանում մինչև 1998 թվականը։ Այդ փաստաթղթերից 3-ը հետագայում կորան ոչնչության մեջ, եւ միայն մեկը հայաստանյան բժշկական հաստատության կնիկ կրող թերթիկ հասավ ընտանիքի ձեռքը, բայց այն պարունակում էր ընդամենը մեկ նախադասություն, որն ասում էր, որ հիվանդը պահանջում է հատուկ բուժում, որը չի կարող իրականացվել տեղային պայմաններում։ Ով գրեց այդ տողերը, ինչու այն մնաց միակ հետքը երկար հիվանդության պատմության մեջ, եւ ինչ էին պարունակում այն կորած 3 փաստաթղթերը, մինչ օրս մնում է առեղծված, որն ավելի խորն է, քան պարզ բժշկական թղթապանակի անհետացումը։ Երբ գերմանացի բժիշկները փորձեցին վերականգնել հիվանդության պատմությունը, նրանք հայտնաբերեցին միայն խախտված շղթա, փորձարկումներ, որոնց արդյունքները չէին ուղարկվել հաջորդ մասնագետներին, բուժման կուրսեր, որոնք անակնկալի ընդհատվել էին, եւ խորհուրդներ, որոնք երբեք չէին հասել ախտորոշող սենյակի սեղանին։ Այդ առեղծվածային փաստաթղթերի հետքերն ավելի խորն են, քան կարծում են շատերը։ Երբ խոսում ենք հայկական էլիտայի բուժման մասին, մենք խոսում ենք ոչ միայն անձնական ընտրության, այլև ամբողջ համակարգի անվստահության մասին, որը տարիներ շարունակ կառուցվել է առանց ժողովրդի համար, բայց ընտանիքների համար, որոնք վերահսկում են իշխանությունը։ Գալուստ Սահակյանը, ով 1995 թվականից մինչև 2018 թվականը ունեցել է ազգային ժողովի падգամավորի պաշտոն, իսկ 2014-ից մինչև 2018-ը խորհրդարանի նախագահի աթոռ, գիտեր ավելին, քան ցանկանում էր ասել հանրային տարածքում։ Նրա կարիերան սկսվել էր որպես դպրոցական ուսուցիչ 1972 թվականին, ապա դարձել տնօրեն եւ միայն 1995-ին մտել քաղաքականության արյունալի խաղը, որտեղ յուրաքանչյուր քայլ նշանակում է կամ հաղթանակ, կամ անհետացում ուրիշների հիշողությունից։ Բայց տարիները անցան, եւ նա դարձավ հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական խմբակցությունների ղեկավար եւ վերջապես խորհրդարանի 10-րդ նախագահը, մարդ, ում խոսքը կարող էր փոխել օրենքի ճակատագիրը։ Իսկ հիմա 8 տարի անց, երբ նրա մարմինը փաթաթված է գերմանական կլինիկայի սպիտակ սավաններում, մենք հարցնում ենք, արդյոք նա վստահում էր այն համակարգին, որը ինքը օգնել էր կառուցել։ Տարբերությունը դրամական ծախսերի մեջ խոսում է ավելի բարձր, քան ցանկացած հայտարարություն։ Երբ Գալուստ Սահակյանը ընտրեց Գերմանիայի կլինիկան իր վերջին ամիսների համար, նա ծախսեց գումար, որը համարժեք է հայաստանյան միջին բժշկի 2 տարվա աշխատավարձին, ըստ չհաստատված գնահատականների 200,000-ից մինչև 300,000 եվրո, որը հայկական դրամով կազմում է ավելի քան 100 միլիոն։ Այն ժամանակ, երբ պարզ երևանցին պետք է սպասեր ամիսներ բաժանմունքային կարգավորման համար պետական հիվանդանոցում, երբ գյուղացին փորձում էր վաճառել տունը, որպեսզի վճարի որդու վիրահատությունը, երբ մայրերը լացում էին ախտորոշման կենտրոնների հերթերում, իմանալով, որ ժամանակը սպառվում է, իսկ դեղորայքը չկա անվճար բաշխման ցուցակներում, էլիտան ընտրում էր թռիչք դեպի Բերլին կամ Մյունխեն, որտեղ նրանց սպասում էին լույսի լցված սենյակներ, նորագույն սարքավորումներ եւ բժիշկներ, ովքեր չէին հարցնում՝ կարող եք վճարել։ Այս հակասությունը ստեղծում է ոչ միայն սոցիալական անարդարություն, այլև խորը վիրավորանք ազգային հպարտության համար։ Երբ քո առաջնորդները չեն հավատում քո երկրի համակարգին, ինչպես կարող ես դու հավատալ։ Սակայն ամենից տարօրինակը սկսվում է այն պահից, երբ մենք փորձում ենք պարզել, ով հաստատապես կազմակերպեց այդ տեղափոխումը, ով ստորագրեց փաստաթղթերը, եւ ինչու Գալուստը, ով տարիներ շարունակ տառապում էր ծանր հիվանդությունից եւ գրեթե չէր մասնակցում ակտիվ քաղաքական գործունեությանը վերջին 5 տարիներին, հանկարծ որոշեց վերջին պահին թռչել դեպի Գերմանիա, որտեղ նրա վիճակը կտրուկ վատացավ եւ 19-օրյա ընթացքում ավարտվեց նրա ճանապարհորդությունը։ Արդյոք սա էր վերջին հուսախակ փորձ փրկվելու, թե պարտադիր արարողակարգ, որը պետք է կատարեր ամեն մեկը, ով պատկանում էր այն սոցիալական շերտին, որը երբեք չի ընդունում տեղական համակարգը որպես վստահելի։ Եվ ես հարցնում եմ ձեզ, սիրելի հանդիսատես, եթե ձեր ընտանիքում մեկը պաշտոն էր զբաղեցնում համակարգում, իսկ մյուսը մերժում էր այդ համակարգի ծառայությունները, ինչ կմտածեիք դուք այդ ընտանիքի անկեղծության մասին։ 8 տարի անց, երբ լրագրողը, ով երբեք չէր հանդիպել Գալուստ Սահակյանին կենդանության օրոք, որոշեց վերականգնել իրադարձությունների շղթան, նա գտավ մեկ միակ մարդու, ով համաձայնեց խոսել անանուն պայմանով։ Խորհրդարանի նախկին աշխատակից, ով ծառայել էր Գալուստի աշխատակազմում 2014-ից մինչև 16 թվականը։ Այդ մարդը, որին կանվանենք պարզապես Արմեն, պատմեց մանրամասներ, որոնք երբեք չեն հրապարակվել պաշտոնական տեղեկագրերում։
Գալուստը միշտ գիտեր, որ համակարգը խախուտ է, ասաց Արմենը սառույցի պես հանգիստ ձայնով, ամեն բառ կշռելով, կարծես փորձում էր խուսափել գաղտնի տեղեկատվության բացահայտումից։ Նա երբեք չխոսեց բարձրաձայն, բայց մենք բոլորս տեսանք, թե ինչպես են ավարվում, երբ ինչ-որ մեկը հիվանդանում էր աշխատակազմում։ Նա միշտ առաջարկում էր սեփական բժիշկներին մասնավոր կլինիկաներ, եւ երբ լսում էր, որ ինչ-որ մեկը գնացել է պետական հիվանդանոց, նա անհանգստանում էր, կարծես այդ մարդը գնացել էր դեպի վտանգ։ Այս պատմությունը առաջին անգամ է հրապարակվում 8 տարվա ընդմիջումից հետո, եւ այն բացահայտում է ինչ-որ ավելին, քան պարզ անձնական նախապատվությունը։ Այն ցույց է տալիս ամբողջ համակարգի նկատմամբ անվստահության մշակույթ, որը տարածված էր իշխանության միջուկում։ Արմենը շարունակեց պատմել մի դեպք, որը տեղի էր ունեցել 2015 թվականին, երբ Գալուստի քարտուղարուհին, 50 տարեկան կին, ում Արմենը հիշում է որպես Լուսինե, հանկարծ հաղորդեց, որ նրան ախտորոշվել է ուռուցք եւ պահանջվում է անհապաղ միջամտություն։ Գալուստը ամեն ինչ կազմակերպեց 3 օրում, հիշում է Արմենը։ Ես տեսա, թե ինչպես է նա զանգահարում անձամբ, խոսում անծանոթ մարդկանց հետ, եւ վերջում Լուսինեն արդեն էր թռչում դեպի Իսրայել, բուժման համար, որի ծախսերը ծածկվեցին անհայտ ֆոնդի միջոցներով։ Երբ ես հարցրեցի ինչու ոչ Հայաստանում, նա նայեց ինձ այնպես, կարծես ես հարցրել էի, ինչու չենք թռչում Լուսին։ Այս դրվագը խորհրդանշական էր ավելին, քան փաստացի օգնության դրսևորում։ Այն ցույց էր տալիս, որ հայկական բուժումը համարվում էր առարկություն, որի մասին չէր կարելի լուրջ քննարկել, երբ խոսքը վերաբերում էր կյանքին եւ մահվան թեմային։ Բայց ամենից հետաքրքիրը այն է, որ Արմենը պատմեց եւս մեկ մանրամասն, որը մինչ օրս չի հասել հանրային քննարկման։ 2016 թվականին, երբ Գալուստի առողջական վիճակը սկսեց կտրուկ վատանալ, նա հավաքեց իր ամենամոտ մարդկանց եւ ասաց մի բան, որը հնչեց ավելի շատ որպես կտակ, քան պարզ խրատ։ Երբ ժամանակը գա, մի թողեք, որ ես մնամ այստեղ, սպասելու ինչ-որ հրաշքի, որը երբեք չի գա։ Տեղափոխեք ինձ այնտեղ, որտեղ գոնե փորձեն, նույնիսկ եթե ուշ է։ Այս խոսքերը ըստ Արմենի արտասանվեցին ոչ թե հուսահատության մթնոլորտում, այլ սառը հաշվարկով, որը բնորոշ էր Գալուստի ամբողջ կյանքին։ Նա միշտ գիտեր, թե ինչպես նախատեսել ապագան եւ պատրաստվել դրան առանց հուզմունքի։ Իսկ երբ վերջապես եկավ այն պահը, երբ նա տեղափոխվեց Գերմանիա, բոլորը գիտեին, որ սա ոչ թե հույսի ճանապարհն էր, այլ նրա գործ էր, որ սա ոչ թե հույսի ճանապարհորդություն է, այլ վերջին արարողության մաս, համակարգի նկատմամբ վերջնական անվստահության հաստատում։ Եվ ես կարող եմ հարցնել ձեզ. արդյոք դուք կվստահեիք համակարգին, որին չի վստահում նույնիսկ դրա ղեկավարը։ Գերմանիայի կլինիկայի գիշերը 2020 թվականի փետրվարի 18-ին անցավ անսովոր լռության մեջ, որին միայն խախտում էին սարքավորումների համաչափ շչակները եւ հեռու հատվածում մեկ այլ հիվանդի հառաչանքը։ Գալուստ Սահակյանի սենյակը, համարը 312, տեղակայված էր 4-րդ հարկում, մեկուսացված թևում, որտեղ բուժվում էին միայն այն հիվանդները, ում վիճակը պահանջում էր շուրջօրյա դիտարկում եւ արագ միջամտության հնարավորություն։ Այդ գիշերը սենյակ մտավ մի մարդ, ում անունը չի հիշատակվում որևէ պաշտոնական զեկույցում, սակայն բժշկական անձնակազմի մեկ ներկայացուցիչը հետագայում նշեց անանուն զրույցում գերմանական թերթին, որ այդ այցելուն մնաց Գալուստի մոտ 40 րոպե, եւ երբ դուրս եկավ, նրա դեմքը արտահայտում էր ոչ թե վիշտ, այլ թմրած հանգստություն։ Կարծես նա լսել էր այն, ինչ սպասում էր լսել։ Ով էր այդ մարդը, ինչով էր նա զբաղված, եւ ինչ խոսեցին նրանք այդ վերջին լուսաբաց պահերին, մնում է առեղծված, որը կարող է երբեք չբացահայտվել, քանի որ Գալուստը մահացավ հաջորդ օրը, փետրվարի 19-ին, իսկ այդ գաղտնի այցելուն անհետացավ առանց թողնելու որևէ հետք բժշկական կարգավարման մատյաններում։ Այդ գիշերային այցը դարձավ լեգենդի մաս նրանց շրջանում, ովքեր փորձում էին վերականգնել Գալուստի վերջին ժամերի պատկերը։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ այդ այցելուն եղել է ընտանիքի անդամ, ով ցանկանում էր վերջին անգամ խոսել առանց վկանելի, իսկ ուրիշներ հավատում են, որ դա եղել է 5 գործընկերը, ով եկել էր փոխանցելու գաղտնի տեղեկություն կամ ստանալ վերջին հրահանգը։ Սակայն կա երրորդ տարբերակ, որը հնչում է ավելի խորհրդավոր եւ միաժամանակ տրամաբանական։ Որոշ վկաները պնդում են, որ այդ մարդը բժիշկ էր, բայց ոչ գերմանացի, այլ Հայաստանից հատուկ ժամանած մասնագետ, ով փորձում էր վերջին պահին փոխել բուժման կուրսը, իսկ երբ իմացավ, որ ուշ է, նա պարզապես մնաց համակցելով մարդկայնության պարտքը։ Այս տարբերակը չի հաստատվում որևէ պաշտոնական աղբյուրով, բայց այն ստեղծում է մեկ այլ հարց. եթե հայաստանյան բժիշկը գիտեր, թե ինչպես օգնել, ինչու նա չօգնեց ավելի վաղ, երբ Գալուստը դեռ Հայաստանում էր, եւ արդյոք կարող էր նա փրկվել, եթե չթռչեր դեպի Գերմանիա։ Իսկ հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին շատերը լռում են, քանի որ դա վերաբերում է ոչ միայն Գալուստ Սահակյանին, այլև հարյուրավոր այլ հայերի,
ովքեր յուրաքանչյուր տարի մահանում են, քանի որ չունեն այն ռեսուրսները, որը ունեին էլիտայի ներկայացուցիչները։ Ըստ տարբեր հաշվարկների, որոնք հիմնված են բժշկական համայնքի ոչ պաշտոնական գնահատականների վրա, յուրաքանչյուր տարի մոտ 300-ից 500 հայեր փորձում են ստանալ բուժում արտերկրում, քանի որ տեղական համակարգը չի կարող տրամադրել անհրաժեշտ ծառայությունները, սկսած բարդ վիրահատություններից մինչև հազվագյուտ հիվանդությունների ախտորոշում։ Նրանցից միայն մի փոքր մասը, մոտ 20-30%, իրականում կարողանում է ուղևորվել, քանի որ մնացյալները չունեն ֆինանսական հնարավորություններ ավիատոմսերի, կլինիկայի վարձի և հետագա խնամքի համար։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի մոտ 200 ոգի մնում են անօգնական, սպասելով հրաշքի, որը երբեք չի գալիս։ Իսկ նրանց ընտանիքները վաճառում են ամեն ինչ, ինչ ունեն, փորձելով հավաքել նվազագույն գումարը դեղորայքի համար, որը երբեմն անգամ չի օգնում, քանի որ ուշ է արդեն։ Եվ սա ստեղծում է ապազգային հակասություն։ Երբ մի կողմում էլիտան հանգիստ թռչում է դեպի Բեռլին, Վիեննա կամ Թել Ավիվ, իսկ մյուս կողմում հարյուրավորներ մահանում են հերթերում, որոնք երբեմն տևում են ամիսներ համար, պարզ վիրահատության համար։ Բայց ամենից ցավոտը ոչ թե թվերն են, այլ այն խորհրդանշական լուր համաձայնությունը, որը գոյություն ունի իշխանության և ժողովրդի միջև։ Մենք գիտենք, որ համակարգը չի աշխատում, իսկ նրանք գիտեն, որ մենք գիտենք, բայց երկու կողմերն էլ շարունակում են խաղալ այս անկեղծ թատրոնը, որտեղ պաշտոնականները խոսում են բարեփոխումների մասին, իսկ պարզ մարդիկ լուր ընդունում են իրենց ճակատագիրը։ Գալուստ Սահակյանի պատմությունը բացահայտում է այս խաղի իրական դեմքը, և շատերն այսօր հարցնում են, եթե նրանք, ովքեր կառուցեցին համակարգը, չեն վստահում դրան, ապա ինչպես կարող է վստահել պարզ քաղաքացին, ով երբեք չի ունեցել այն արտոնությունները, որոնք ունեին իշխող դասակարգերը։ Երբ գերմանական կլինիկայի արխիվից 2023 թվականին պահանջվեցին Գալուստ Սահակյանի բժշկական փաստաթղթերը, անկախ ֆինանսական աուդիտի համար, որը պետք է պարզեր, արդյոք ապահովագրական ընկերությունը պարտավոր էր ծածկել բուժման որոշ մասը, ասուդիտերները հայտնաբերեցին մի անսովոր բան։ Հիվանդի կլինիկական պատկերի մեջ գոյություն ունեին երկու տարբեր ախտորոշման հաշվետվություններ, որոնք հակասում էին միմյանց հիմնական կետերում։ Առաջին հաշվետվությունը, որը կազմվել էր Գերմանիայում մուտքի առաջին 3 օրվա ընթացքում, նշում էր ծանր, բայց չանդառնալի ախտաբանություն, որը պահանջում էր ինտենսիվ, սակայն ստանդարտ խնամք։ Իսկ երկրորդ հաշվետվությունը, որը հայտնվել էր փաստաթղթերի մեջ 5 օր անց, արդեն պարունակում էր բառացի այլ կլինիկական պատկեր, բազմակողմանի օրգանային անբավարարություն, բարդ կողմնակի ախտորոշումներ և մի նախադասություն, որը գրված էր բժշկական ժարգոնով, բայց թարգմանվում էր շատ պարզ։ Հիվանդը ուներ ընդարձակ պաթոլոգիական պատմություն, որը չի եղել ամբողջությամբ փաստաթղթավորված նախորդ բուժման ընթացքում։ Այսինքն Գալուստի մարմինը կրում էր հետքեր բազմամյա խնդիրների, որոնք երբեք չեն արտացոլվել որևէ պաշտոնական բժշկական փաստաթղթում։ Եվ երբ գերմանացի բժիշկները փորձեցին պարզել ինչու, դրանք հայտնաբերեցին, որ նախորդ բուժման փաստաթղթերը պարզապես գոյություն չունեն, կամ եթե գոյություն ունեն, դրանք այնքան ոչ ամբողջական են, որ հնարավոր չէ վերականգնել իրական պատկերը։ Բժշկական պատմության այս սև անցքերը խոսում են ավելի քան շատ բան։ Երբ մարդ բուժվում է անհետաքննության մեջ, երբ նրա վիճակը չի գրերանցվում պաշտոնական համակարգում, երբ բուժումը տեղի է ունենում գաղտնի գործարքների միջոցով առանց պաշտոնական հաշվետվությունների, սա ստեղծում է իրավիճակ, որը կոչվում է բժշկական ստվերային տարածք։ Գալուստ Սահակյանը, ով տարիներ շարունակ գտնվել էր ուշադրության կենտրոնում որպես հանրային գործիչ, ապրում էր կրկնակի կյանք բժշկական տեսանկյունից։ Պաշտոնական մակարդակում նա ներկայացվում էր որպես ընդհանուր առողջ ղեկավար, իսկ ստվերում նա տառապում էր բազմաթիվ հիվանդություններից, որոնք պահանջում էին մշտական դիտարկում և բուժում, բայց դա ամենը տեղի էր ունենում անտեսանելի համակարգում։ Մասնավոր բժիշկներ, ում անուններն անհայտ են, կլինիկաներ, որոնք չգրանցում են հանրային հաշվետվություններում, և դեղորայք, որը գնվում էր առանց պաշտոնական ռեցեպտների։ Ինչու այս գաղտնիությունը։ Արդյոք սա էր անձնական ընտրություն, թե համակարգային անհրաժեշտություն, երբ քո կարգավիճակը պարտավորում է քեզ ցույց տալ ուժ, նույնիսկ երբ մարմինդ քայքայվում է։ Կարևոր է հասկանալ, որ բժշկական անտեսանելիությունը ոչ միայն Գալուստի անհատական ընտրություն էր, այլև լայն տարածված պրակտիկա հայկական էլիտայի շրջանում։ Ըստ բժշկական համայնքի ոչ պաշտոնական վկայությունների, որոնք հավաքվել են վերջին տարիներին տարբեր լրագրողական հետազոտությունների ընթացքում, մոտ 70-ից 80% բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյաների բուժվում են մասնավոր կլինիկաներում կամ անմիջապես արտերկրում, և նրանց բժշկական պատմությունները երբեք չմտնում պետական համակարգի տվյալների բազա։ Սա ստեղծում է երկու զուգահեռ իրականություն։ Մեկը, որտեղ պետությունը պարտավորվում է տրամադրել առողջապահության ծառայություններ ողջ բնակչությանը, և մյուսը,
որտեղ իշխող դասը կառուցել է իր սեփական անտեսանելի համակարգը, որը գործում է հակառակ սկզբունքներով։ Եվ ամենավտանգավորը այն է, որ այս երկու համակարգերը երբեք չխաչվում են, ինչը նշանակում է, որ փորձը, գիտելիքները եւ ռեսուրսները, որոնք ծախսվում են էլիտայի բուժման վրա, երբեք չի վերադառնում պետական համակարգ, որպեսզի բարելավի ավելի լայն բնակչության պայմանները։ Իսկ եթե խոսենք կոնկրետ թվերի մասին, որոնք թեև ոչ պաշտոնական են, բայց հիմնված են բազմաթիվ անանուն վկայությունների վրա, մենք տեսնում ենք ակնածանց պատկեր։ Մեկ բարձրաստիճան պաշտոնյայի արտասահմանյան բուժման համար միջինում ծախսվում է 30-ից 50,000 եվրո տարեկան, ինչը համարժեք է 30 հայաստանյան բժշկի տարեկան աշխատավարձին, կամ հիվանդանոցի մեկ ամբողջական բաժանմունքի սարքավորման բյուջեին։ Երևակայեք, եթե այդ գումարները ուղղվեին հայկական բժշկության զարգացմանը, մենք կունենայինք յուրաքանչյուր տարի մեկ լրիվ նորոգված բաժանմունք, յուրաքանչյուր 2 տարին մեկ նոր ախտորոշիչ կենտրոն, յուրաքանչյուր 5 տարին մեկ ամբողջ հիվանդանոց, որը կարող էր սպասարկել հազարավոր մարդկանց։ Բայց փոխարենը այդ գումարները հոսում են դեպի եվրոպական եւ իսրայելական կլինիկաներ, որոնք անկասկած տրամադրում են բարձր որակ, բայց ոչ մի ծանր եվրո չի վերադառնում հայկական համակարգ, որպեսզի այն դառնա ինքնուրույն եւ արժանավայել։ Եվ այստեղ ծագում է կարդինալ հարցը. արդյոք այս համակարգը նախագծված է այդպես միտումնավոր, որպեսզի էլիտան միշտ կախված մնա արտաքին աղբյուրներից։ Եվ արդյոք սա չի նշանակում, որ հայկական բժշկությունը երբեք չի կարող զարգանալ, քանի դեռ իշխողները չեն հավատում դրա ապագային։ 5 տարի առաջ, երբ խորհրդարանի մի անանուն աշխատակից, ում կանվանենք Նարեկ, մասնակցեց պաշտոնական արարողությանը, նա լսեց մի խոսակցություն, որը տեղի էր ունենում երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջև պատշգամբի անկյունում, որտեղ նրանք մտածում էին, որ ոչ ոք չի լսում։ Խոսակցությունը վերաբերում էր ընտանեկան հարցերի, եւ Նարեկը, ով պատահաբար կանգնած էր մոտակա սյան հետևում, լսեց մի նախադասություն, որը տարիներ անց դեռ հետապնդում է նրա հիշողությունը։ Ես հասկանում եմ, որ Գալուստի որդին աշխատում է առողջապահության համակարգում, բայց երբ հայրը ընտրում է Գերմանիան, դա ուղիղ հաղորդագրություն է, նա չի վստահում որդու համակարգին։ Այս խոսքերն արտասանվեցին հեգնանքի տոնով, եւ երկրորդ մարդը պատասխանեց խնդալով. գուցե դա ընտանեկան տրադիցիա է, չվստահել միմյանց։ Նարեկը այդ պահին չիմացավ, թե ով էին խոսողները, եւ միայն ամիսներ անց, երբ նա փորձեց հիշել այդ իրադարձությունը, նա հասկացավ, որ հնարավոր է, որ նրանք խոսում էին այն ընտանեկան դինամիկայի մասին, որը գոյություն ուներ Սահակյան ազգանվան շուրջը, բայց նա երբեք չկարողացավ հաստատել այդ տեղեկությունը, եւ այն մնաց որպես չհաստատված, բայց խորհրդածու հնչեղություն։ Ընտանեկան հարաբերությունների թեման բարդ է, հատկապես երբ խոսքը վերաբերում է հանրային գործիչներին, ում անձնական կյանքը հաճախ պահպանվում է խիստ գաղտնիություն։ Բայց կա մի հարց, որը բազմիցս ծագել է տարբեր քննարկումներում, եւ այն վերաբերում է ընտանիքի անդամների միջև պրոֆեսիոնալ եւ անձնական հարաբերությունների հակասությանը։ Եթե ենթադրենք, որ որևէ պաշտոնյայի որդին զբաղեցնում է պատասխանատու պաշտոն առողջապահության համակարգում, եւ միևնույն ժամանակ հայրը ընտրում է բուժվել արտերկրում, հրաժարվելով տեղական ծառայություններից, սա ստեղծում է խորհրդանշական հաղորդագրություն, որը կարող է ընկալվել որպես անվստահության վկայություն։ Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի հաստատում, թե ինչպիսի հարաբերություններ էին գոյություն ունենում Գալուստ Սահակյանի եւ նրա ընտանիքի անդամների միջև, եւ մենք չենք կարող պնդել որևէ կոնկրետ փաստ, բայց մենք կարող ենք հարցնել, ինչպիսի ազդեցություն ունի այսպիսի իրավիճակը ավելի լայն հասարակության նկատմամբ, երբ մարդիկ տեսնում են, որ էլիտան չի հավատում իր սեփական համակարգին։ Կա մի լեգենդ, որը տարածված է բժշկական համայնքում, թեև ոչ ոք չի կարող հաստատել դրա իսկությունը, եւ այն պատմում է մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել մոտ 3 տարի առաջ, 2009-ի 10-րդ կամ 20-րդ թվականներին։ Ըստ այս պատմության, մի բարձրաստիճան պաշտոնյա, ում անունը չի հիշատակվում, հիվանդացավ եւ տեղափոխվեց պետական հիվանդանոց, քանի որ իրավիճակը պահանջում էր անհապաղ միջամտություն եւ չկար ժամանակ կազմակերպելու արտասահմանյան ճանապարհորդություն։ Երբ նա մտավ հիվանդանոց, նրա ուղեկցող անձինք պահանջեցին հատուկ պայմաններ, առանձին սենյակ, ընտրված բժիշկներ, եւ վկաների համաձայն նրանք նույնիսկ բերեցին սեփական բժշկական սարքավորումները, քանի որ չվստահեցին հիվանդանոցի սարքավորումներին։ Այդ դեպքը դարձավ խոսակցության առարկա բժշկական անձնակազմի շրջանում, եւ մի բժիշկ, ով մասնակցեց այդ դեպքին, հետագայում ասաց անանուն հարցազրույցում. Ես եմ սպիտակ խալաթ հագնում 30 տարի, եւ առաջին անգամ էր, որ հիվանդը բերեց իր սեփական ստերիլ գործիքները։ Կարծես մենք աշխատում ենք առնանոցում, ոչ թե հիվանդանոցում։ Այս պատմությունը, անկախ իր ճշմարտացիությունից, ցույց է տալիս, թե ինչպիսի խորը անվստահություն գոյություն ունի հայկական բժշկության հանդեպ նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր հանրային պաշտոններ են զբաղեցնում եւ պարտավոր են պաշտպանել պետական հաստատությունների հեղինակությունը։
Եվ եթե մենք պատկերացնենք մի ընտանիք, որտեղ մեկ անդամը պատասխանատու է համակարգի աշխատանքի համար, իսկ մյուս անդամը հրաժարվում է օգտագործել այդ համակարգը, մենք տեսնում ենք ոչ միայն անձնական ընտրությունների հակասություն, այլև համակարգային ճգնաժամի խորհրդանշություն։ Ամեն անգամ, երբ էլիտայի ներկայացուցիչը թռչում է դեպի արտերկիր բուժման համար, նա ուղարկում է հաղորդագրություն հարյուրավոր հազարավոր հայերին, որոնք չունեն այդ հնարավորությունը։ Ձեր համակարգը բավարար լավ չէ ինձ համար։ Եվ եթե ես չեմ վստահում դրան, ինչու պետք է վստահեք դուք։ Սա չէ պարզ անձնական հարց, սա է քաղաքական հաղորդագրություն, որը քայքայում է ցանկացած փորձ, համոզելու ժողովրդին, որ համակարգը գործում է եւ վստահելի է։ Եվ երբ այս հաղորդագրությունը գալիս է ընտանիքից, որտեղ մեկը պարտավոր է համակարգը պաշտպանել իր պրոֆեսիոնալ դիրքի շնորհիվ, իսկ մյուսը մերժում է այն իր անձնական ընտրությամբ, սա դառնում է տրագիկոմիկ թատրոն, որտեղ բոլորը խաղում են դեր, բայց ոչ ոք չի հավատում սցենարին։ Գիշերվա 2-ն անցած, երբ Գերմանիայի կլինիկայի անձնակազմի մեծ մասը արդեն գնացել էր տուն, եւ միայն գիշերային հերթափոխը շարունակում էր պատշգամբներում անհանգիստ քայլել, երրորդ հարկի վերջին սենյակում, համարը 319, բուժքույրը լսեց տարօրինակ ձայն։ Ինչ որ մեկը հեղեղում էր, կամ գուցե լացում, կամ գուցե պարզապես ծանր շնչում տանջվող մարդու։ Նա մտավ սենյակ եւ տեսավ հիվանդին, ով արթուն էր, չնայած դեղերը պետք է ապահովեին երկար քուն, եւ նա նայում էր պատուհանից դուրս, որտեղ գիշերային Բերլինի լույսերը պայծառանում էին անվերջ հեռավորությունում։ Բուժքույրը մոտեցավ եւ հարցրեց գերմաներեն. «Արդյոք ամեն ինչ կարգին է»։ Բայց հիվանդը չպատասխանեց, միայն շարունակեց նայել պատուհանից, եւ բուժքույրը հետագայում ասաց իր գործընկերներին, որ նրա դեմքի արտահայտությունը ոչ թե ցավի, այլ խորը հիասթափության էր։ Կարծես նա տեսավ ինչ-որ բան, որը վերջապես հաստատեց նրա ամենավատ կասկածները։ Սա էր մեկ այն վերջին գիշերներից, երբ Գալուստ Սահակյանը դեռ գիտակցում էր, թե որտեղ է եւ ինչ է տեղի ունենում։ Եվ ըստ բժշկական գրառումների, հաջորդ օրը նրա վիճակը սկսեց արագ վատանալ, եւ 2 օր անց նա արդեն չէր արձագանքում արտաքին գրգռիչներին։ Այդ գիշերային պատկերը, որը նկարագրվել է բուժքրոջ կարճ նշագրությունում, խորհրդանշական է ավելի քան մեկ պատճառով։ Երբ մարդը հայտնվում է վերջին իր օրերում հեռու հայրենիքից, հեռու ծանոթ ձայներից եւ բուրմունքներից, ապրում է տարօրինակ զգացում։ Կարծես նա արդեն չի պատկանում ոչ մի աշխարհի, ոչ այն, որտեղից եկել է, ոչ էլ այն, որտեղ հայտնվել է։ Գալուստը, ով ամբողջ կյանքը ծախսել էր հայկական քաղաքականության մեջ, ով դաստիարակվել էր Երևանում, ում ամբողջ կարիերան անցել էր հանրային ուշադրության կենտրոնում, այժմ մեռնում էր օտար երկրում, անտեսանելի եւ մենակ։ Երբ մարդու մարմինը դառնում է քաղաքական գործիք, երբ յուրաքանչյուր օրգան, յուրաքանչյուր բջիջ սկսում է խոսել ավելի բարձր, քան ցանկացած հայտարարություն, մենք մտնում ենք ֆիզիոլոգիայի եւ իշխանության խաչմերուկ, տարածք, որտեղ կենսաբանությունը դառնում է քաղաքագիտություն։ Գալուստ Սահակյանի մարմինը, որը 2020 թվականի փետրվարի 18-ին ընկած էր գերմանական կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, պատմում էր պատմություն, որը երբեք չի գրվել պաշտոնական կենսագրություններում։ Նրա լյարդը, որը տարիներ շարունակ մշակել էր թունավոր նյութեր, հավանաբար կապված սթրեսի, անբավարար սննդակարգի եւ հնարավոր դեղորայքի երկարատև օգտագործման հետ, ցույց էր տալիս ֆիբրոզի հետքեր, որոնք գերմանացի պաթոլոգները նկարագրեցին որպես համատեղելի երկարատև տոքսիկ ազդեցության հետ։ Նրա սիրտը, որը տասնամյակներ շարունակ պոմպել էր արյուն քաղաքական լարվածության պայմաններում, ցույց էր տալիս հիպերտրոֆիայի նշաններ։ Ձախ փորոքի պատերը հաստացած էին գրեթե կրկնակի նորմալից, ինչը խոսում էր քրոնիկ բարձր ճնշման եւ հնարավոր անբուժված սրտանոթային հիվանդությունների մասին։ Իսկ նրա թոքերը, որոնք վերջին ամիսներին դժվարությամբ էին ապահովում թթվածնի անհրաժեշտ մակարդակը, պարունակում էին փոքր ֆիբրոզային հատվածներ, հավանաբար երկարատև բորբոքային պրոցեսների արդյունք, որոնք երբեք չեն ստացել համապատասխան բուժում։ Բայց ամենից տարօրինակը այն էր, ինչ գերմանացի բժիշկները գտան, երբ փորձեցին վերականգնել նրա բուժման պատմությունը։ Նրանք հայտնաբերեցին, որ Գալուստի մարմինը կրում էր հետքեր առնվազն 3 լուրջ վիրահատությունների, որոնց մասին ոչ մի փաստաթուղթ չկար բժշկական արխիվներում։ Վերին որովայնի շրջանում կային կտրվածքի հին սպիներ, որոնք խոսում էին վիրահատական միջամտության մասին, որը տեղի էր ունեցել հավանաբար 10 կամ 15 տարի առաջ, բայց ոչ մի գրառում չկար այդ օպերացիայի մասին։ Աջ ծնկի շրջանում կային արթրոսկոպիայի հետքեր, նվազագույն ինվազիվ վիրահատություն, որը սովորաբար կատարվում է մարզական վնասվածքների կամ հոդային խնդիրների դեպքում, բայց կրկին ոչ մի փաստաթուղթ։ Եվ ամենից խորհրդավորը, կրծքավանդակի ձախ կողմում, սրտի շրջանում, կար փոքր, բայց տեսանելի սպի, որը կարող էր լինել կարդիոլոգիական ախտորոշիչ ընթացակարգի արդյունք, բայց գերմանացի կարդիոլոգները չկարողացան պարզել, երբ եւ որտեղ էր այն կատարվել։
Այս անտեսանելի վիրահատությունները ստեղծում էին պատկեր մարդու մասին, ով ապրել էր կրկնակի բժշկական կյանք։ Պաշտոնական մակարդակում ամեն ինչ կարգին էր, իսկ ստվերում նրա մարմինը անցնում էր միջամտություններ, որոնք երբեք չեն արտացոլվել պաշտոնական համակարգում։ Ինչու այս գաղտնիությունը։ Ինչու մարդ, ով զբաղեցնում էր խորհրդարանի նախագահի պաշտոն 2014-ից մինչև 18 թվականը, ով ունեցել է հասանելիություն լավագույն բժշկական ծառայություններին, որոնք կարող էին տրամադրվել Հայաստանում, ընտրեց բուժվել ստվերում, առանց թողնելու հետքեր։ Պատասխանը կարող է լինել բազմաշերտ։ Առաջին, հնարավոր է, որ նա չվստահում էր պաշտոնական համակարգին, նույնիսկ իր սեփական կարգավիճակի պայմաններում, եւ նա խնդրում էր մասնավոր անանուն բուժում, որտեղ նրա անձնական տեղեկությունները չէին հասնի հանրային տարածք։ Երկրորդ, հնարավոր է, որ նա ցանկանում էր պահպանել հանրային կերպար ուժեղ, անխոցելի առաջնորդի, եւ ցանկացած հիվանդության հրապարակային ճանաչումը կարող էր վնասել նրա քաղաքական դիրքերը։ Երրորդ, եւ սա ամենից անհանգստացնող տարբերակն է, հնարավոր է, որ համակարգը ինքնին կառուցված էր այնպես, որ էլիտան ստիպված էր օգտագործել ստվերային բժշկություն, քանի որ պաշտոնական համակարգը պարզապես չէր կարող տրամադրել անհրաժեշտ որակի ծառայություններ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենակարևոր հարցին. եթե Գալուստ Սահակյանի մարմինը, որը ունեցել է հասանելիություն ռեսուրսների, որոնք անհասանելի են պարզ քաղաքացիների համար, այնուամենայնիվ կրում էր անբուժված հիվանդությունների, անտեսանելի վիրահատությունների եւ քրոնիկ պաթոլոգիաների հետքեր, ապա ինչ է տեղի ունենում այն մարդկանց մարմիններում, ովքեր չունեն ոչ իշխանություն, ոչ գումար, ոչ կապեր։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, որոնք վերաբերում են 2018-19 թվականներին, վերջին հասանելի վիճակագրությանը մինչև 2022-ը, Հայաստանում միջին կյանքի տևողությունը կազմում էր մոտ 75 տարի, բայց այդ թիվը թաքցնում է խորը անհավասարություն։ Երևանում ապրող բարձր եկամուտ ունեցող բնակիչների կյանքի տևողությունը կարող էր լինել 80 տարի եւ ավելի։ Մինչդեռ գյուղական շրջաններում, հատկապես հեռավոր մարզերում, այն իջնում էր մինչև 65-70 տարի։ Այս 15 տարվա տարբերությունը ոչ թե գենետիկայի, այլ հասանելիության հարց է։ Ով ունի հասանելիություն ժամանակի նախտորոշման, որակյալ բուժման եւ անհրաժեշտ տեղորայքի։ Իսկ եթե խոսենք կոնկրետ հիվանդությունների մասին, որոնք սպանում են հայերին ամենաշատը, մենք տեսնում ենք ցավալի պատկեր։ Սրտանոթային հիվանդությունները, որոնք ներառում են սրտի կաթված, ինֆարկտ եւ քրոնիկ սրտային անբավարարություն, պատասխանատու են մոտ 50% մահերի համար Հայաստանում, ըստ 2019-ի վիճակագրության։ Այս հիվանդությունների մեծ մասը կարող էր կանխվել կամ վերահսկվել, եթե մարդիկ ունենային հասանելիություն կանոնավոր ախտորոշման, ճնշման վերահսկման, դեղորայքի եւ կարդիոլոգիական խորհրդատվության։ Բայց իրականում ընում, ըստ բժշկական համայնքի գնահատականների, միայն մոտ 30% հայաստանյան բնակչության ուժության ունի կանոնավոր հասանելիություն կարդիոլոգիական ծառայություններին, իսկ մնացյալ 70%-ը կամ սպասում է ամիսներ հերթերում, կամ պարզապես հրաժարվում է բուժումից ֆինանսական անհնարինության պատճառով։ Երկրորդ խումբը, քաղցկեղային հիվանդությունները, պատասխանատու են մոտ 15-ից մինչև 20% մահերի համար, եւ այստեղ իրավիճակը դեռ ավելի ողբերգական է, քանի որ վաղ ախտորոշումը կարող է փրկել կյանք 80% դեպքերում, բայց Հայաստանում միայն մոտ 20% քաղցկեղային հիվանդությունների հայտնաբերվում է վաղ փուլում, իսկ մնացյալ 80%-ը արդեն անբուժելի փուլերում է, երբ բուժումը դառնում է միայն ցավի մեղմացում, ոչ թե փրկություն։ Եվ այստեղ է, որ Գալուստ Սահակյանի պատմությունը դառնում է ազգային խորհրդանիշ։ Նա, ով ունեցել է ամեն ինչ, ինչ կարող էր տրամադրել հայկական համակարգը, այնուամենայնիվ ընտրեց Գերմանիան իր վերջին օրերի համար։ Սա ոչ թե անձնական ընտրություն է, սա է համակարգային ճանաչում։ Մենք ստեղծել ենք ինչ-որ բան, բայց մենք ինքներս չենք հավատում դրան։ Եվ երբ պարզ հայը տեսնում է, որ նրա առաջնորդները թռչում են դեպի Բերլին, Վիեննա կամ Թել Ավիվ, նա հարցնում է ինքն իրեն. եթե նրանք չեն վստահում, ինչու պետք է վստահեմ ես։ Եվ պատասխանը պարզ է. չպետք է։ Բայց դա նշանակում է, որ ամբողջ համակարգը կառուցված է ստի վրա, եւ այդ ստը սպանում է ավելի շատ մարդկանց, քան ցանկացած հիվանդություն։ 2023 թվականի մարտին, երբ Գերմանական կլինիկայի իրավաբանական բաժինը ստիպված էր պատասխանել հայաստանյան իրավասու մարմինների պաշտոնական հարցմանը, Գալուստ Սահակյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, նրանք պատրաստեցին փաթեթ, որը պարունակում էր 317 էջ բժշկական փաստաթղթեր, ախտորոշիչ հաշվետվություններ, լաբորատոր վերլուծություններ, բուժման արձանագրություններ, բժշկական նկարագրություններ, թյուններ եւ վերջնական եզրակացություն։
Այդ փաթեթը տեղափոխվեց Հայաստան դիվանագիտական ուղիներով, եւ ըստ պաշտոնական տեղեկությունների այն ստացվեց համապատասխան մարմինների կողմից, բայց երբ 1 տարի անց անկախ լրագրողը փորձեց հասանելիություն ստանալ այդ փաստաթղթերին տեղեկատվության ազատության օրենքի հիման վրա, դրան պատասխանեցին, որ այդ փաստաթղթերը դասակարգված են որպես անձնական բժշկական տեղեկություն եւ չեն կարող հրապարակվել առանց ընտանիքի համաձայնության։ Լրագրողը դիմեց ընտանիքին, բայց չստացավ պատասխան, եւ այդ 317 էջը մնաց փակ արխիվում, որտեղ նրանք գտնվում են մինչ օրս, պարունակելով պատասխաններ հարցերի, որոնք երբեք չեն տրվել հանրությանը։ Բայց մի փոքր մասը այդ փաստաթղթերից արտահոսեց անհայտ ուղիներով, եւ 2024 թվականին մի բժշկական հրապարակում հայտնվեց անանուն հոդված, որը վերլուծում էր բարձրաստիճան պաշտոնյայի մահվան դեպք արտասահմանյան կլինիկայում, առանց հիշատակելու անուններ, բայց բավականաչափ մանրամասն, որպեսզի ընկալվի որպես Գալուստ Սահակյանի դեպք։ Այդ հոդվածում նշվում էր, որ հիվանդը ժամանել էր կլինիկա կրիտիկական վիճակում, որը զարգացել էր երկարատև ամբուժված պաթոլոգիաների ֆոնին, եւ որ նախնական ախտորոշումը, որը կատարվել էր ելակետային երկրում, էականորեն տարբերվում էր իրական կլինիկական պատկերից։ Հոդվածը շարունակում էր. Հիվանդի բժշկական պատմությունը պարունակում էր էական բացեր, որոնք խոչընդոտեցին ամբողջական բուժման պլանի մշակմանը, եւ եզրակացնում էր, որ մահը կարող էր կանխվել, եթե հիվանդը ստանար համապատասխան բուժում ավելի վաղ փուլում։ Այս վերջին նախադասությունը մահը կարող էր կանխվել դարձավ ամենաքննարկվող արտահայտությունը բժշկական համայնքում, քանի որ այն ուղղակիորեն մատնանշում էր, որ Գալուստ Սահակյանի մահը ոչ թե անխուսափելի էր, այլ հոմամակարքային ամփոփության արդյունք։ Արխիվները խոսում են, երբ մարդիկ լռում են։ Յուրաքանչյուր բժշկական փաստաթուղթ, յուրաքանչյուր լաբորատոր վերլուծություն, յուրաքանչյուր ախտորոշիչ նկար պարունակում է պատմություն, որը ավելի ճշգրիտ է, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։ Եվ երբ այդ արխիվները փակվում են, երբ դրանք դառնում են անհասանելի հանրության համար, մենք կորցնում ենք ոչ միայն մեկ մարդու պատմությունը, այլև հնարավորությունը սովորել այդ պատմությունից, հասկանալ ինչն էր սխալ եւ փոխել համակարգը, որպեսզի ինույն սխալները չկրկնվեն։ Գալուստ Սահակյանի դեպքում այդ փակ արխիվները պարունակում են ոչ միայն նրա անձնական բժշկական պատմությունը, այլև ամբողջ հայկական առողջապահության համակարգի ախտանիշները։ Ինչպես է այն աշխատում, ինչու է այն ձախողվում եւ ինչու էլիտան ընտրում է փախչել այդ համակարգից, փոխարեն փորձելու վերանորոգել այն։ Կա մի փաստաթուղթ, որը հայտնվեց հանրային տարածքում 2025 թվականին, եւ այն էր գերմանական կլինիկայի վերջնական մահվան վկայականի պատճենը, որը պարունակում էր մահվան պատճառների ցանկ։ Այնտեղ նշված էին 5 հիմնական պատճառներ։ Առաջին՝ բազմակողմանի օրգանային անբավարարություն։ Երկրորդ՝ սուր շնչառական դիստրես սինդրոմ։ Երրորդ՝ սեպտիկ շոկ։ Չորրորդ՝ քրոնիկ սրտանոթային հիվանդություն, վանդություն եւ 5-րդ՝ լեարթի ֆիբրոզ։ Այս 5 տերմինները, որոնք հնչում են բժշկական ժարգոնով, իրականում պատմում են պարզ պատմություն։ Մարդու մարմինը, որը տարիներ շարունակ չստացավ անհրաժեշտ խնամք, վերջապես հանձնվեց։ Եվ երբ վերջապես փորձեցին օգնել, արդեն ուշ էր։ Բայց ամենից կարևորը այն էր, ինչ գրված էր վկայականի ներքևի մասում, փոքր տառերով, գրեթե անտեսանելի։ Հիվանդության պատմությունը ցույց է տալիս երկարատև անբավարար բժշկական դիտարկում։ Այս մեկ նախադասությունը, որը հավանաբար գրվել էր պարտադիր ձևականության համար, իրականում ամենաուժեղ մեղադրանքն էր, որը կարող էր ուղղվել ամբողջ համակարգին։ Եվ այստեղ մենք պետք է հարցնենք. քանի այլ արխիվներ կան, որոնք պարունակում են նմանատիպ պատմություններ, բայց երբեք չեն բացվել։ Քանի հայեր են մահացել, եւ նրանց մահվան վկայականները պարունակում են նույն արտահայտությունը՝ երկարատև անբավարար բժշկական դիտարկում։ Բայց ոչ ոք երբեք չի կարդացել այդ փաստաթղթերը, քանի որ նրանք չեն եղել հանրային գործիչներ, եւ նրանց մահը չի դարձել լրատվական իրադարձություն։ Ըստ գնահատականների, որոնք հիմնված են բժշկական վիճակագրության վրա, յուրաքանչյուր տարի Հայաստանում մահանում է մոտ 30,000 մարդ, եւ նրանցից առնվազն 10,000-ը, մոտ 30%-ը, մահանում է հիվանդություններից, որոնք կարող էին կանխվել կամ բուժվել, եթե նրանք ունենային հասանելիություն ժամանակին ախտորոշման եւ որակյալ բուժման։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տարի մենք կորցնում ենք 10,000 մարդու, ոչ թե բնության կամ անխուսափելի հիվանդությունների պատճառով, այլ համակարգի անփութության պատճառով։ Եվ այդ 10,000 մարդկանցից յուրաքանչյուրը ունի իր սեփական արխիվը, իր սեփական փակ փաստաթղթերը, ոտղտերը, որոնք երբեք չեն վերլուծվի, եւ նրանց մահը կմնա անտեսանելի, մինչդեռ համակարգը կշարունակի գործել նույն ձևով։ Երբ Գալուստ Սահակյանի մարմինը վերադարձավ Հայաստան 2020 թվականի փետրվարի 20-րդին, օդանավակայանում հավաքված էին հարյուրավոր մարդիկ, քաղաքական գործիչներ, նախկին գործընկերներ, լրագրողներ եւ պարզ քաղաքացիներ, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու։
Սակայն մի փոքր խումբ, որը կանգնած էր հեռվում տերմինալի ծայրամասում, չէր եկել հարգանքի տուրք մատուցելու, այլ հարցեր տալու։ Նրանցից մեկը, 35-ամյա բժիշկ, ում կանվանենք Արման, պահում էր ձեռքին թղթի մի թերթիկ, որի վրա գրված էր մեկ նախադասություն. Եթե նա չվստահեց մեր համակարգին, ինչու պետք է վստահենք մենք։ Արմանը չցույց տվեց այդ թերթիկը ոչ ոքի, միայն պահեց այն իր գրպանում, բայց հետագայում, երբ նա հարցազրույց տվեց անկախ մեդիային, նա ասաց. Այդ օրը ես հասկացա, որ մենք ապրում ենք երկու զուգահեռ իրականություններում։ Մեկում էլիտան ունի հասանելիություն ամեն ինչի, իսկ մյուսում մենք սպասում ենք հերթերում, հույս ունենալով, որ մեր հերթը կգա, մինչև ուշ չլինի։ Այդ օրը, երբ ՍԳՕ արարողությունները սկսվեցին, պաշտոնական հայտարարությունները խոսում էին Գալուստ Սահակյանի երկար եւ պատվավոր կարիերայի, նրա ներդրման հայկական քաղաքականության մեջ եւ նրա անմոռանալի ժառանգության մասին։ Բայց ոչ մի խոսք չասվեց այն մասին, թե ինչու նա մահացավ Գերմանիայում, ինչու նա ընտրեց արտասահմանյան կլինիկան եւ ինչ էր սա նշանակում հայկական առողջապահության համակարգի համար։ Լռությունը խոսում էր ավելի բարձր, քան ցանկացած խոսք։ Երբ հանրային գործիչի մահը դառնում է արարողություն, որտեղ խուսափում են անհարմար հարցերից, երբ ՍԳՕ արարողությունը ունվերածվում է քաղաքական շոուի, որտեղ բոլորը խաղում են իրենց դերը, բայց ոչ ոք չի խոսում ճշմարտությունը, մենք տեսնում ենք համակարգի իրական դեմքը։ Համակարգ, որը վախենում է իր սեփական ստվերից։ Բայց կային նրանք, ովքեր չլռեցին։ Սոցիալական ցանցերում սկսեցին հայտնվել գրառումներ, որոնք հարցնում էին անհարմար հարցեր։ Մի օգտատեր գրեց. Խորհրդարանի նախկին նախագահը մահացավ Գերմանիայում, մինչդեռ հազարավոր հայեր մահանում են հերթերում Հայաստանում։ Սա ոչ թե խորհրդանիշ է։ Մեկ այլ գրառում ասում էր. նրանք, ովքեր կառուցեցին համակարգը, առաջին անգամ փախչում են դրանից։ Ինչ պետք է անենք մենք, ովքեր երբեք չենք ունեցել այդ ընտրությունը։ Երրորդ գրառումը, որը ստացավ հազարավոր հավանումներ, պարունակում էր մեկ պարզ հարց. Եթե էլիտան չի վստահում հայկական բժշկությանը, ինչու պետք է վստահենք մենք։ Այս հարցերը չստացան պաշտոնական պատասխաններ, բայց դրանք սկսեցին տարածվել, եւ յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ մեկը կիսվում էր այդ հարցերով, նա ավելացնում էր իր սեփական պատմությունը, թե ինչպես է նա կամ նրա ընտանիքի անդամը տառապել անորակ բժշկական սպասարկումից։ Եվ այստեղ է, որ Գալուստ Սահակյանի մահը դադարեց լինել անձնական ողբերգություն եւ դարձավ ազգային խորհրդանիշ։ Դրա ընտրությունը մահանալ Գերմանիայում, փոխարեն Հայաստանում, դարձավ մետաֆորա ամբողջ համակարգի համար։ Համակարգ, որը կառուցված է ոչ թե ժողովրդի համար, այլ էլիտայի համար, եւ նույնիսկ էլիտան չի վստահում դրան։ Սա ստեղծում է աբսուրդ իրավիճակ, որտեղ բոլորը գիտեն, որ համակարգը չի աշխատում, բայց բոլորը շարունակում են խաղալ, կարծես ամեն ինչ կարգին է։ Եվ այս աբսուրդը սպանում է ավելի շատ մարդկանց, քան ցանկացած հիվանդություն, քանի որ այն սպանում է հույսը, որ համակարգը կարող է փոխվել, որ իրավիճակը կարող է բարելավվել, որ հաջորդ սերունդը կունենա ավելի լավ առողջապահություն։ Իսկ հիմա եկեք խոսենք թվերի լեզվով, քանի որ թվերը չեն կարող ստել։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալության տվյալների, Հայաստանը ծախսում էր մոտ $200 մեկ շնչի հաշվով առողջապահության վրա, մինչդեռ Գերմանիան մոտ $5000։ Այս 25 անգամ տարբերությունը բացատրում է, թե ինչու էլիտան ընտրում է արտասահմանյան բուժումը։ Բայց ավելի կարևորը այն է, թե ինչպես է բաշխվում այդ $200։ Մոտ 50%-ը ծախսվում է ադմինիստրատիվ ծախսերի վրա, եւ միայն 20%-ը հասնում է անմիջական բժշկական սպասարկմանը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր $200-ից միայն $40 իրականում ծախսվում է հիվանդների բուժման վրա, իսկ մնացյալը կորչում է բյուրոկրատիայի մեջ։ Եվ եթե մենք համեմատենք այս թվերը Գալուստ Սահակյանի արտասահմանյան բուժման ծախսերի հետ, որը կազմել է մոտ 200,000-ից 300,000 եվրո, մենք տեսնում ենք, որ այդ գումարը համարժեք է 1500 հայերի տարեկան առողջապահական բյուջեին։ Այն կարող էր ապահովել մեկ ամբողջ գյուղական շրջանի որակյալ բժշկական սպասարկում, բայց փոխարենը այն ծախսվեց մեկ մարդու վրա, ով վերջապես մահացավ, քանի որ արդեն ուշ էր։ Եվ սա ոչ թե Գալուստ Սահակյանի մեղքն է, սա է համակարգի մեղքը։ Համակարգ, որը ստեղծել է այնպիսի պայմաններ, որտեղ միակ ռացիոնալ ընտրությունը փախուստն է։ 2 տարի անց, երբ համավարակը հարվածեց աշխարհին եւ Հայաստանը, ինչպես բոլոր երկրները, հայտնվեց առողջապահական ճգնաժամի մեջ, բազմաթիվ մարդիկ հիշեցին Գալուստ Սահակյանի պատմությունը։ Հիվանդանոցները լցված էին, թթվածնի բալոնները սպառվում էին, բժիշկները աշխատում էին 24 ժամ անընդմեջ, եւ մարդիկ մահանում էին ոչ թե միայն վիրուսից, այլև համակարգի անկարողությունից դիմակայել ճգնաժամին։ Եվ այդ պահին շատերը հարցրին. արդյոք եթե մենք ունենայինք ավելի ուժեղ համակարգ, եթե այն գումարները, որոնք տարիներ շարունակ ծախսվել են էլիտայի արտասահմանյան բուժման վրա,
Ներդրվեին տեղական ենթակառուցվածքների մեջ։ Արդյոք մենք կարող էինք փրկել ավելի շատ կյանքեր։ Պատասխանը ակնհայտ էր, բայց արդեն ուշ էր։ Համակարգը չէր կարող փոխվել մեկ գիշերվա ընթացքում, եւ մարդիկ շարունակեցին մահանալ։ Համավարակի ժամանակ մի բժիշկ, ում կանվանենք Աննա, աշխատում էր Երևանի մեկ հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա հիշում է մի գիշեր, երբ նրանց բաժանմունքում միաժամանակ մահացան 3 հիվանդ, ոչ թե վիրուսից, այլ թթվածնի բալոնների սպառումից։ Մենք ունեինք սարքավորումները, մենք ունեինք գիտելիքները, բայց մենք չունեինք թթվածին, ասում է Աննան, եւ նրա ձայնը դողում է, երբ նա հիշում է այդ գիշերը։ Ես նայում էի այդ 3 մարդկանց, ովքեր մահանում էին իմ աչքի առաջ, եւ մտածում էի, եթե նրանք լինեին բարձրաստիճան պաշտոնյաներ, արդյոք նրանք կմահանային այսպես։ Պատասխանը ոչ էր։ Նրանք կտեղափոխվեին արտասահման կամ առնվազն կունենային առաջնահերթություն թթվածնի բալոնների համար։ Բայց նրանք էին պարզ մարդիկ, եւ նրանց կյանքը չարժեր բավականաչափ, որպիսի համակարգը փորձեր փրկել նրանց։ Աննայի պատմությունը ոչ թե բացառություն է, այլ կանոն։ Համավարակի ընթացքում ըստ տարբեր գնահատականների Հայաստանում մահացավ մոտ 3000-ից 5000 մարդ, եւ նրանցից զգալի մասը կարող էր փրկվել, եթե համակարգը ունենար բավարար ռեսուրսներ։ Բայց ռեսուրսները չկային, քանի որ տարիներ շարունակ ներդրումները չէին կատարվել, եւ երբ ճգնաժամը եկավ, համակարգը փլուզվեց։ Եվ այստեղ է, որ Գալուստ Սահակյանի պատմությունը դառնում է ավելի քան անձնական ողբերգություն։ Այն դառնում է նախազգուշացում, որը մենք անտեսեցինք։ Երբ էլիտան փախչում է համակարգից, դա նշանակում է, որ համակարգը մահացու հիվանդ է, եւ եթե մենք չբուժենք այն կսպանի մեզ բոլորիս։ Իսկ հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին ամենաքիչն են խոսում՝ ընտանեկան պատասխանատվության մասին։ Եթե ենթադրենք, որ Գալուստ Սահակյանն ունեցել է որդի, ով զբաղեցրել է պատասխանատու պաշտոն առողջապահության համակարգում, թեև այս տեղեկությունը չի հաստատվում պաշտոնական աղբյուրներով, մենք կարող ենք հարցնել, ինչպիսի զգացում է ապրում մարդը, երբ նրա հայրը ընտրում է արտասահմանյան բուժումը, փոխարեն վստահելու այն համակարգին, որը նա ինքը ղեկավարում է։ Սա ոչ թե պարզ ընտանեկան հարց է, սա է էթիկական դիլեմա, որը խոսում է ավելի լայն խնդրի մասին, երբ անձնական եւ պրոֆեսիոնալ պարտականությունները հակասում են միմյանց, ինչպես ընտրել ճիշտ ճանապարհը։ Կա մի տեսություն, որը տարածված է քաղաքական վերլուծաբանների շրջանում, թեև այն երբեք չի հաստատվել, եւ այն ասում է, որ հայկական էլիտան միտումնավոր պահպանում է առողջապահության համակարգը թույլ վիճակում, քանի որ դա ստեղծում է կախվածություն արտասահմանյան կլինիկաներից, ինչը իր հերթին ստեղծում է հնարավորություններ ֆինանսական հոսքերի համար, որոնք դժվար է հետևել։ Ըստ այս տեսության, յուրաքանչյուր անգամ, երբ բարձրաստիճան պաշտոնյան ուղարկվում է արտասահման բուժման համար, այդ գործարքը ներառում է միջնորդներ, ովքեր ստանում են իրենց տոկոսը, եւ այդ գումարները երբեք չեն վերադառնում Հայաստան։ Այս տեսությունը հնչում է որպես դավադրություն, բայց երբ մենք նայում ենք փաստերին, թե ինչու համակարգը երբեք չի բարելավվում, չնայած տարեկան խոստումներին եւ բարեփոխումների ծրագրերին, մենք սկսում ենք մտածել, որ գուցե այս տեսությունը ոչ թե դավադրություն է, այլ իրականություն։ Եվ եթե այս տեսությունը ճիշտ է, ապա Գալուստ Սահակյանի մահը ոչ թե անձնական ողբերգություն է, այլ համակարգի կարողությունն է։ Ինչպես հասկացաք, աշխարհում շատ են պաշտոնյաներ, որոնց մասնակցությամբ Հայաստանը գործի է իր միջոցառումների կամ համակարգի կապված հարցերով։ Հիմնականում այդ պաշտոնյաները երկխոսությամբ կարող են ներկայացնել կամ ապահովել պաշտոնյաների միջև բարեկամություն կամ նոր կապեր հետազոտության կենտրոններ, որոնք կարող են մեծ բյուջեչափոխումներ ձեռքություն է, այլ համակարգի սիմպտոմ, համակարգ, որը սնվում է իր սեփական անարդյունավետությունից։ Եվ եթե այդպես է, ապա հարցը դառնում է ոչ թե ինչպես բարելավել համակարգը, այլ ինչպես քանդել այն եւ կառուցել նորը։ Բայց քանդելը հեշտ չէ, քանի որ համակարգը պաշտպանվում է նրանցից, ովքեր օգուտ են քաղում դրանից, եւ նրանք չեն թողնի, որ այն փոխվի առանց պայքարի։ Եվ այստեղ է, որ մենք հասնում ենք ամենադժվար հարցին. արդյոք հայկական հասարակությունը պատրաստ է այդ պայքարին, թե այն կշարունակի ընդունել իրավիճակը, հույս ունենալով, որ ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ կփոխի ամեն ինչ։ 2022 թվականի դեկտեմբերի 18-ը, ճիշտ 2 տարի անց Գալուստ Սահակյանի մահից, ազգային ժողովում տեղի ունեցավ հիշատակի արարողություն։ Պատգամավորները կանգնեցին 1 րոպե լռության համար, ասվեցին մի քանի խոսք նրա ծառայության մասին եւ ապա բոլորը վերադարձան իրենց սովորական գործերին։ Ոչ ոք չհիշատակեց, թե որտեղ եւ ինչու նա մահացավ։ Ոչ ոք չհարցրեց, արդյոք մենք սովորեցինք ինչ-որ բան այդ ողբերգությունից։ Ոչ ոք չխոսեց այն մասին, թե ինչպես կանխել, որ նմանատիպ պատմություններ կրկնվեն։ Լռությունը կրկին հաղթեց, եւ այդ լռությունը էր ամենաուժեղ հաղորդագրությունը։ Մենք չենք ուզում խոսել այս մասին, քանի որ դա անհարմար է։
Բայց դուրսում, փողոցներում, սոցիալական ցանցերում մարդիկ շարունակեցին խոսել։ Նրանք կիսվեցին իրենց սեփական պատմություններով, թե ինչպես են նրանք կամ նրանց սիրելիները տառապել անորակ բժշկական սպասարկումից։ Մի կին պատմեց, թե ինչպես է նրա մայրը մահացել, քանի որ հիվանդանոցում չկար անհրաժեշտ դեղը, եւ երբ նրանք փորձեցին գնել այն մասնավոր դեղատնից, արժեքը այնքան բարձր էր, որ նրանք չկարողացան վճարել։ Մի տղամարդ պատմեց, թե ինչպես է նրա որդին սպասել 6 ամիս վիրահատության համար, եւ երբ վերջապես եկավ նրա հերթը, արդեն ուշ էր։ Հիվանդությունը առաջացել էր այնպիսի փուլ, որ վիրահատությունը այլևս չէր կարող օգնել։ Մի երիտասարդ բժիշկ պատմեց, թե ինչպես է նա աշխատում հիվանդանոցում, որտեղ սարքավորումները հնացած են 30 տարի, եւ նա ստիպված է կատարել ախտորոշումներ գուշակությամբ, քանի որ չունի անհրաժեշտ գործիքները։ Այս պատմությունները, որոնք հազարավոր են, ստեղծում են մոզաիկա, որը ցույց է տալիս իրական պատկերը։ Հայաստանի առողջապահության համակարգը ճգնաժամի մեջ է, եւ այդ ճգնաժամը սպանում է մարդկանց։ Բայց ամենավտանգավորը ոչ թե ճգնաժամն է, այլ այն, որ նրանք, ովքեր պատասխանատու են համակարգի համար, չեն ընդունում խնդիրը։ Նրանք շարունակում են խոսել բարեփոխումների մասին, նոր ծրագրերի մասին, միջազգային համագործակցության մասին, բայց իրականում ոչինչ չի փոխվում։ Եվ մինչդեռ նրանք խոսում են, մարդիկ շարունակում են մահանալ։ Եվ այստեղ է, որ մենք պետք է հարցնենք վերջնական հարցը. ինչու։ Ինչու համակարգը չի փոխվում, չնայած բոլորը գիտեն, որ այն չի աշխատում։ Պատասխանը բարդ է, բայց մի մասը պարզ։ Քանի դեռ էլիտան ունի հնարավորություն փախչել համակարգից, նրանք չունեն դրդապատճառ բարելավել այն։ Երբ քո սեփական առողջությունը կախված չէ տեղական հիվանդանոցներից, երբ դու գիտես, որ ցանկացած պահի կարող ես թռչել դեպի Գերմանիա կամ Իսրայել, ինչու պետք է ներդրես ժամանակ եւ ռեսուրսներ հայկական համակարգի բարելավման մեջ։ Սա է համակարգային խնդիրը։ Նրանք, ովքեր ունեն իշխանություն փոխել համակարգը, չունեն շահ դա անել, իսկ նրանք, ովքեր ունեն շահ, չունեն իշխանություն։